Հարգելի գործընկերներ, հարգելի ազգային ժողովի փոխոսնակ, ես այսօրվա իմ հայտարարությունը պետք է իրականացնեմ որոշակի վարժության տեսքով։ Ուրեմն, ինչպես արդեն գիտեք, հանրապետության մարզերով մեկ եւ Երևան քաղաքում տարածվում են կեղծ լուրեր, որ ընտրությունների ժամանակ քվեարկության տարածքում լինելու են տեսանկարող սարքեր եւ մենք կիմանանք դուք ում եք ընտրել, այդ դրա համար դուք պետք է մեզ ընտրեք։ Եվ ես ուզում եմ նախ տեղեկացնել, որ որևէ բան չի նկարահանվում, չի տեսանկարահանվում քվեարկության խցիկի տարածքը, որևէ կերպ չի տեսանկարահանվում եւ որևէ մեկը չի իմանալու, թե դուք ում օգտին եք քվեարկում։ Հիմա վարժություն թիվ 1. Հիպոթետիկ վերցնենք, սիրելի ընտրող, որ դուք ելք դաշինքի ընտրող եք։ Դուք մտել եք տեղամաս, դուք ելք դաշինքի ընտրող եք, ստացել եք 9 քվեաթերթիկ եւ 1 ծրար։ Եվ 9 քվեաթերթիկից լինելով դուք ելք դաշինքի ընտրող, բայց օրինակ աշխատում եք մարզպետարանում, ձեզ ասել են, որ կընտրեք հիպոթետիկ, օրինակ, հանրապետական կուսակցության օգտին։ Եվ ձեզ ասել են, որ ինչ է պետք անել։ Պետք է դնել ՀԿ-ի թերթիկը ծրարի մեջ եւ մնացած թերթիկները հանել ցույց տալ, որ ընտրել եք ՀԿ-ին։ Ես ձեզ հիմա ասում եմ ինչ եք անում տեղում, եթե նման բան են ձեզ ասել։ Դուք ելք դաշինքի թերթիկը տեղադրում եք ծրարի մեջ, քվեարկում եք ռեյտինգային տեխնացուին, դա դնում եք մի կողմ, 8 թերթիկից, որտեղ արդեն կա ՀԿ-ի թերթիկ, դա գցում եք այն արկղը, որտեղ պետք է գցեք մյուս քվեաթերթիկները, վերցնում եք ելք դաշինքի մի թերթիկ եւ 8 թերթիկը տանում եք ցույց եք տալիս ձեր սիրելի ղեկավարությանը, որը ձեզ ճնշում է եւ ասում է ընտրեք ՀԿ-ին։ Սա վարժություն 1։ Վարժություն 2. Եթե ձեր ղեկավարությունը ձեզ ասել է, որ նկարեք հեռախոսով, նկարեք, որ ընտրել եք ՀԿ-ի ռեյտինգային տեխնացուին եւ բերեք նկարը տեսնեմ։ Նույն կերպ վարժությունը իրականացնում եք։ Ընտրում եք ՀԿ-ի ռեյտինգային տեխնացուին, նկարում եք, թափում եք այդ թերթիկը արկում, ելք դաշինքի քվեաթերթիկ եք վերցնում, քվեարկում եք ելք դաշինքի օգտին, տեղադրում եք ծրարի մեջ եւ ծրարով դուրս եք գալիս, նրա վրա կպցվում է հոլոգրաֆիկ մարկան եւ դուք քվեարկում եք։ Այ ինչպես դուք տեսաք, որևէ տարբերակ այսօրվա գործող իշխանությունը, թե փող բաժանելով, թե ինչ որ հիմնարկություններում աշխատելով, ձեզ չի կարող ճնշել եւ պարտադրել քվեարկել իրենց օգտին, եթե դուք ուզում եք քվեարկել այլ ուժի եւ տվյալ պարագայում ելք դաշինքի օգտին։ Մենք ձևը ցույց ենք տալիս, ընտրությունը ձերն է եւ ինչպես միշտ ասում ենք, կա ընտրություն, ուրեմն կա ելք, հետո չբողոքեք։ Շնորհակալություն։